Ես 16 թվականին խոսք եմ տվել, որ մենք 20 թվականին կարտադրենք էլեկտրոմոբիլ, որը խոսքս չեմ պահել։ Ամսական կես միլիոն պատվեր անում Ջիջին։ Ուղիղ կեսը էլեկտրական ավտոներ են լինելու։ Իմ տանը դրած կայանը ինչ ծրագրային բազա պետք է ունենա, որ դու կարողանաս կպցնես Ջիջին։ Ներդրողը ու գործարարը տարբեր բաներ են։ Ներդրողը պետք է գործարարին ավելի շատ ոգևորի, բայց չխառնվի։ Հաղթողները չեն հավատում պատահականությանը։ Երբ որ մենք ինչ-որ բան ենք խոսք տալիս, մարդիկ կան, որ այդ խոստալու պահին արդեն սուտ է այդ խոստումը, այսինքն որ դա իրագործելի չէ։ Ինչի չվաճառեցիր Ջիջին։ Ինքը սովորական ընկերություն չի։ Ազգային գաղափարախոսություն ունեցող միավոր է։ Ողջույն բոլորին, մենք այսօր նկարում ենք Կապիտալիստ պատկաստի հաջորդ թողարկումը, ունենք շատ հետաքրքիր հյուր։ Իդեպ սա իմ հյուրի հետ երկրորդ պատկաստն է, առաջինը նկարել ենք 10 տարի առաջ, եւ հիմա 10 տարի անց նկարում ենք եւս մեկ անգամ, արդեն մենք փոխվել ենք, տարիներ են անցել, եւ ես եմ փոխվել, եւ իմ հյուրն է փոխվել, լիքը նորություններ են եղել այս տարիների ընթացքում, բայց մինչեւ իմ հյուրին ներկայացնելը ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, ինչպես միշտ մեր գործընկերն է Spin Production ընկերությունը, որի հարկի տակ նկարում ենք մեր պատկաստները, մեր գործընկերն է նաեւ Red Invest Group ընկերությունը իր Bosco նախագծով, եթե դուք ցանկանում եք ձեռք բերել բնակարան եւ առանձնատուն Երևան քաղաքին շատ մոտ եւ մի այնպիսի ենթակառուցվածքով, որտեղ առողջ ապրելու համար ամեն ինչ կա, այդ թվում նաեւ Յուվենտուսի ակադեմիան, որը հնարավորություն կտա ձեր երեխաներին զբաղվել ֆուտբոլով եւ ունենալ լիարժեք սպորտային եւ առողջ lifestyle, ապա անցեք հղումով եւ դիմեք Red Invest Group-ին Bosco նախագծում գույք ձեռք բերելու համար եւ մեր երրորդ գործընկերը Lalunz ընկերությունն է, որը զբաղվում է տեքստիլի արտադրանքով, արտադրում է տեքստիլ երեխաների համար եւ նաեւ ունի առանձին ճյուղ կորպորատիվ հանդերձանք է արտադրում։ Եթե դուք ունեք կարիք պատվիրելու կորպորատիվ հանդերձանք ձեր թիմերի համար, ապա վստահորեն կարող եք դիմել Lalunz ընկերությանը, որը իդեպ շատ ակտիվ աշխատում է եւ մեր ակումբի գործարարների հետ եւ խոշոր ընկերությունների հետ, ովքեր ունեն մեծ թիմեր եւ պարբերաբար կարիք ունեն թարմացնելու հանդերձանքը իրենց աշխատակիցների։ Դե եթե Spin Production, եթե ցանկանում եք ձեռք բերել գույք, ապա դիմեք Red Invest Group-ին եւ գույք ձեռք բերեք Bosco նախագծում, իսկ եթե ցանկանում եք ձեր թիմերի համար ունենալ շատ որակով հանդերձանք, ապա դիմեք Lalunz ընկերությանը։ Դե իմ հյուրն է Ջիջի ընկերության հիմնադիր, լավ մարդ, լավ ընկեր Գրիգորյան Խաչատուր։ Խաչ ջան, Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեզ շատ հետաքրքիր դիալոգ է սպասվում։ Դե, ոնց ասեցի, սա 10 տարի պաուզայից հետո նորից այս ֆորմատով հանդիպելն է։ Շատ շնորհակալ եմ։ Սա փաստացի մեր երկրորդ պատկաստն է, առաջինը նկարել ենք 10 տարի առաջ, նոր նայեցինք իրար հետ 2016 թվականի նոյեմբերի 14-ին է եթեր գնացել։ Մեր զարթուցիչի ալիքում մինչև հիմա կա այդ պատկաստը։ Դե 10 տարի ժամանակը նախ շատ արագ անցավ, բայց մյուս կողմից էլ լիքը բան ա եղել այս ընթացքում։ Ինչ նորություններ կան քո կյանքում, Ջիջիում, տենում եմ նոր պրոդուկտներ ունես, նոր պրոյեկտներ ունես։ Կուզենայի մի հատ այս 10 տարին սենց արագ անցնեինք։ Նախ ուրախ եմ քեզ տեսնել Գրիգորի եղբայր։ Շնորհակալություն այս հանդիպումը կազմակերպելու համար։ Իրոք այս վերջի 10 տարին մի ակնթարթի պես անցավ, երևի ավելի արագ անցավ, քան թե մեր հիմնական տենց լինում, չէ՞ որ ծառայության 2 տարին շատ երկար է անցնում։ Այս բարակամս 10 տարին ծոր աննկատ էր համեմատության մեջ։ Բայց այնպես չէ որ հագեցած չէր տարբեր իրադարձություններով աշխատանքով։ Դե այդ ընթացքում Ջիջին մեր ընկերությունը հասունացման կարելի ասել փուլ է անցել։ Մենք եթե 2020 թվականին մենք 4 երկրում գործում էինք, մինչև պանդեմիկը, հա, ապա այս պայն կենտրոնացած ենք մեր հայկական հայքի շուկայի վրա, բայց Խաչորը քանի հատ պատվեր եք անում, սենց եթե գախնիկ չէ էլի։ Բոլորին այդ հարցը հետաքրքրում է։
բեր ստույգ թիվ չասեմ, բայց թվեր կասեմ ես հետաքրքիր։ Հա, մոտավոր թեկուզ էլի։ Ամսական խոսքը կես միլիոնի կարգի սպասարկված ոնց որ երթերն են։ Ամսական կես միլիոն, Հա։ օրական ինչքան է անում։ Դե չեմ ուզում օրականով անդրադառնալ։ Ամսական կես միլիոն պատվեր անում ջիջին։ Ամիսկա կարող ավելի լինի։ Շատ մեծ թիվ է։ Չէ, մեծ չի իրականում։ Դա եթե համեմատության մեջ անենք, այդքան վերջ տարիներ միշտ էլ եղել է։ Այսինքն ստեղ հարցն է, որ մենք պետք է աճ ունենանք։ Հիմա եթե օբյեկտիվ լինենք, եթե ուզում ենք ոնց որ մեր հանդիպումը մի քիչ ավելի ոնց որ պատմական լինի, պետք է ընդունել, որ այս ընթացքում մենք անընդհատ պաշտպանվում ենք ու այդ ոնց որ դանդաղ sense հետ գնալով տակտիկական անընդհատ նահանջներով հիմա ժամանակն է արդեն ոնց որ դա թարգելու ու անցնելու հարցակման։ Դե արդեն հարցակվել եք էլի երկու հատ նոր պրոյեկտով, նոր պրոդուկտով շուկա եք մտել։ Ну երկու չէ, իրականում եթե փոքրերին նկատում շատ, որովհետև մենք մի հատ մոդել ենք ուզում ստանանք, որը որ թույլ տա գրեթե ամեն օր նոր բան թողարկել, էլի։ Հիմա դա ստացվում է ոնց որ հասել ենք նրան, որ ամիսը մի քանի հատ ստացվում է, բայց դեռ տեղ կա, այսինքն այդ իմ ուզած արագությունությանը դեռ տեղ կա, ինչ ենք արել վերջերս։ Ամենանոր բանը, որ արել ենք, դա GG Energy-ն է։ Մտել ենք փաստացի էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման թեմայի մեջ, որը որ նորություն չէ հայկական շուկայում, բայց այն ինչ որ մենք արել ենք իր ձևաչափով նորություն է, ինչ ենք պաստորեն արել, այն GG մոդելը, որը որ կիրառվել է տարիներ շարունակ ավտոմեքենա վարելու եւ ոնց որ հաճախորդներ սպասարկելու թեմայի մեջ, մենք տարածել ենք այդ լիցքավորման կանոնների տեսը։ Այսինքն եթե դուք ունեք լիցքավորման կանոն եւ ուզում եք հայտնվել GG հավելվածում, ապա դա արդեն շատ հեշտ է անել։ Ստոպ, մի հատ արիստեղ կանգ առնենք, որովհետեւ այս պրոյեկտի մասին ես լիքը գիտեմ, ինֆո ունեմ, բայց մեր հանդիսատեսը չգիտի։ Ինչա GG Energy-ն ու ինչի է ինքը հենց GG application-ի մեջ ու ինչ հարցա լուծում։ Դե ստեղ կիրառում է փաստորեն super app-ի super հավելվածի տրամաբանությունը եւ մի հավելվածից հնարավոր անել բազմաթիվ գործողություններ։ Ոնց որ օրինակ չինական հայտնի WeChat-ը։ Չինաստանը մի քանի հատ այտենց որով կարելի է եւ վճարումներ անել, եւ ինքը chat լինի, messenger լինի, հա, եւ բազում այլ գործողություններ։ Հիմա GG-ով հնարավոր է ավտոմեքենա կանչել, էվակուատոր կանչել, բեռնատար կանչել, մոպեդով առաքիչ կանչել, ավտոմեքենայով առաքիչ կանչել։ Շատ որակով հաց կարող եք պատվիրել GG-ով։ Այդ բոլորը հələ որ տրանսպորտի հետ կապված էր, հացը արդեն եկավ ուրիշ նիշա։ Այո։ Հացով մենք փաստորեն մտնում ենք սննդի թեմայի մեջ, որը որ տարիներ շարունակ չենք մտել հայկական մյուս խաղացողներին ոնց որ չանհանգստացնելու նպատակով այս ալտրուիստական մեթոդոլոգիան թարգում ենք արդեն։ Այսինքն մտնելու ենք այդ թեմայի մեջ, ինքը շատ մեծ է, արդեն բավականին ոնց որ գրաված է, բայց մենք տեսնում ենք, որ մենք մեր հաճախորդին կարող ենք որակով ծառայություն մատուցել, որը որ կանենք։ Խաչ կներես, այդտեղ մի հատ թիվ հարցնեմ, քանի հոգի է դաունլոդ արել GG-ի հավելվածը։ Ամեն հարթ Android-ել iOS-ել միլիոնից ավել։ Ամեն օպերացիոն համակարգում մոտ 1 միլիոն։ Ну, այդ պետք է հաշվի առնենք, որ դրա մեջ մտնում են թե Վրաստանի, թե Ռուսաստանի, թե Միացյալ Նահանգների մինչև 20 թիվ եղած օգտատերերը, բայց հիմնական զանգվածը ամեն դեպքում մեծ մասը դա հայկական օգտատերեր են։ Այսինքն եթե տես նայենք, ապա միլիոնավոր է ստացվում, բայց դե մեր բնակչությունը ամեն դեպքում այդ ինչ է նշանակում, մարդ կարող է 3 հեռախոսով չէ, ներբեռնի, այդ ամեն մեկը ստացվում է առանձին օգտատեր է ստացվում։ Okay։ Հա, բայց դե չեմ կարծում տենց շատ կլինի, որտեղ ճիշտ ես, հիմա տենց մեկից ավել հեռախոսներ բռնելը բան չի, հա, տենց 100,000-ավոր օգտվողներ ունենք տարվա կտրված։ Հա, այսինքն փաստացի ամենաթանկ ռեսուրսը, ամենամեծ գործը այդ հենց այդքան մարդու վստահություն ունենալն է ու լինելն է այդքան մարդու հեռախոսի մեջ։ Հետո արդեն դու այդ ծառայությունների քանակը գնալով ավելացնում ես արդեն մի հավելվածի մեջ, որ մարդը օրինակ մեծ հաշվով ինչ որ մի օր ունենա հեռախոսի մեջ մի հատ GG հավելված
ու բոլոր իր ֆինանսական պահանջմունքները, լոգիստիկ պահանջմունքները, սնվելու պահանջմունքները, բոլորը այդ մի հավելվածով փակի։ Պարզ է, որ այլ հավելվածներ էլ կունենա, բայց այդ մեկով ահագին շատ իր խնդիրներ կարողանում է հոգալ։ Արդեն կարողանում է շատ բաներ անել։ Տրանսպորտից մոռացանք ասել, որ ստապ վարորդ էլ կա, օրինակի համար։ Հայտնի ծառայություն է, բայց քչերը ունեն։ Ինչ հետաքրքիր բան։ Ու էվակուատոր, չգիտեմ, բազմատեսակի տեխնիկա, էվակուատորից բացի են Վիշկա, ամբարձիչ, հա, ջիջի վիշկա ենք դրան, որ հասկանալի լինի, հա, ռուսերեն բառը։ Okay. Շատ են իրոք այդ ավտոների տիպերը, էլի։ Կհասնենք նրան, որ բելազել կկարողանանք պատվիրել։ հա, բայց իդեան նա է, որ դուրս գաք տրանսպորտից ու մտնեք նաև այլ շուկաներ։ Այո, Սնունդն է, GG Energy-ն էլ է ինքը իհարկե տրանսպորտի հետ կապված, բայց ինքը մեքենա պատվիրել չի, ինքը արդեն էներգիայի վաճառքի մեջ լինել է, հա։ այո։ Մի քիչ արի սրանից հիմա խոսանք։ Ինչ հարցալուծում, ես ինքս էլեկտրական մեքենա եմ վարում ու գիտեմ, որ մեկից ավել հավելվածների կարիք է։ Արդեն 20 20 հավելված մարդը հեռախոսի մեջ պահում է, նայում է, այդ հավելվածները միշտ լավ չեն աշխատում, ֆունկցիոնալ տեսանկյունից 1-2 մաքսիմում 3 ֆունկցիա ունեն։ լավերը կան, որ լավ են աշխատում, բայց ամեն դեպքում դու պետք է մի գործողություն կատարելու համար մտնես մոտավորապես մի 6 տեղ մտնես, 6-րդը քո ուզեցած ծառայությունը քեզ մատուցի։ Պատկերացրու այդ նույն բանը, եթե անեիր օրինակ ժամ նայելու տեսակետից, հա, ինչ որ ինֆորմացիա ես ուզում ստանաս 6-ը տեղ պետք է նայես։ 6 ժամացություն։ Այդ նման մի բան է, իրոք։ Ու մեր գործն նա է, որ բոլոր կայանները մտցնենք GG հավելվածի մեջ, նախ դուք շատերը արդեն դա ունեք, այսինքն նոր բան քաշելու խնդիր չկա։ Արդեն 187 կայան կա։ 187 լիցքարման կետիկ։ Կայանը նայած ոնց հասկանանք, հա։ Հա, պիստոլետ, այո, այսպես ասում են։ այո։ Okay. Դրանց 187 հատ կա, այսօր ամեն օր շատանում է։ Ու on-line վճարումը GG հավելվածով է լինում։ Շատ շուտով Apple Pay-ն էլ կլինի, այսինքն բացի ձեր GG-ին կապցրած քարտից կարողանաք Apple Pay-ով էլ նույն բանը անել։ Այսպես ու ինչ ենք մենք այդ մասով տեսնում, հա։ Աշխարհում արդեն նոր ավտոմեքենաների վաճառքի մոտ 25%-ը դա էլեկտրական ավտոներն են։ Իսկ ընդհանուր քշվող ավտոների, եթե չեմ սխալվում, 5%-ը արդեն էլեկտրական։ Մենք մի պահ ունենալու ենք, թեկուզ արդեն հայկական շուկայում դա երևում է, հա, որ ուղիղ կեսը էլեկտրական ավտոներ են լինելու։ Խոսքը տենց 3-4 տարվա մասին է խոսքը։ Իմ կանխատեսումն է սա, ու այդ պարագայում ինչքան լիցքավորում է օրական լինելու այդ ավտոմոբիլը։ Պարզ է, որ մեծ մասը, շատ զգալի մասը մարդիկ տանն են դնում լիցքավորման, ինչը նորմալ է, բայց նախ բոլորը չի որ դա ունեն, տան լիցքավորումը։ Երկրորդը, այդ տան լիցքավորումը, եթե դու ամբողջ օրը քշում ես, չի պահում մինչև օրվա վերջ։ Այսինքն քեզ նոր լիցքավորում է անհրաժեշտ, իսկ տան լիցքավորումը ամեն դեպքում արագ լիցքավորում չէ։ Այսինքն դա ժամանակատար է։ Ու այս պարագայում շատ կարևոր է հասկանալ, որ աշխատող մարդու համար խնդիրը վառելիքի գնից բացի, խնդիրը նաև ժամանակ, որ դու ժամանակի գին ունի։ Բայց եթե դուք 1 ժամում աշխատելու եք 5000 դրամ օրինակ, ու չեք աշխատում, որտեվ ավտոմեքենան լիցքավորվում է, ձեզ ավելի տրամբանական է 5000-ը աշխատել, օրինակ 1000 դրամ ծախսել, 2000 դրամ ծախսել այդ լիցքավորման վրա, չէ՞։ Այսինքն հավելվածը ցույց է տալիս ազատ կայանները, ու դու նախապես կարաս օրինակ book անես 40 րոպե օրինակ գնալու ես, այդտեղ պատվեր ունես ավարտելու։ Նախնական պատվերը շուտով կլինի, հա, դա կլինի շուտով։ Այո, այսինքն ստացվում է Երևանիում պատվեր ես ավարտում, նայում ես Երևանիում ինչ լիցքավորման կետեր կան, հա, ու պատվերը ավարտվում է ընդհանրեն 20 րոպեից։ Դու գիտես, որ այդտեղ քո լիցքավորումը քեզ է սպասում, դա մեր գործընկերների համար շատ կարևոր հնարավորություն է, իրոք։ Հա, շատ լավ։ Ու ոչ միայն մեր գործընկերների, բայց մենք առաջնային, եթե մեր գործընկերների տեսակետից նայենք, դա շատ կարևոր է։ Երազելով ապագայի մասին, ես տեսնում եմ, որ շատ-շատ շուտով այդ կայանների մարզերում տարածումը կբերի նաև մարզերում էլեկտրոմոբիլների շատացման, եւ այդ էլեկտրոֆիկացիան, այսպես ասեմ, շատ արագ տեմպերով մեր երկրում կլինի, ինչպես եղել է գազաֆիկացիան, այսինքն գազով ավտոմեքենաների, եթե հիշես։ Հա, իհարկե։ Ինչի հաշվին, գազը ավելի էժան էր, քան բենզինը, դրա համար նա կրեց։ Նույնը այստեղ է, բենզինը կրվում է էլեկտրականությամբ։ Եվ ես մի օրինակ կբերեմ, որ մարդիկ պատկերացնեն, հա, դա ինչի է տեղ ունենալու։ Մենք բենզին չենք արտադրում, մենք արտադրում ենք էլեկտրականություն։ Այո։ Ու եթե դու X ապրանքի արտադրողն ես, տրամբանական է, եթե այդ X ապրանքը մրցակցելով Y ապրանքի հետ ոնց որ
օգտվում ես 99% Y-ից, տրամաբանականը որ կանցնես X-ի։ Այո։ Այստեղ այդ տրամաբանությունը բերելու է նրան, որ էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաները շատանան։ Բացի այն, որ մենք էլեկտրականություն արտադրող երկիր ենք, մենք նաև մասնավոր, չէ՞, հատվածում ունենք բազմաթիվ բնակարաններ, սեփական տներ, ովքեր ունեն սեփական էլեկտրական կայաններ, արևային կայանները։ Ոստեղ հարցս վերաբերվում է նաև նրան ունենալու եք ինչ-որ համագործակցության մոդել, որով ես օրինակ տուն ունեմ, սեփական, արևային կայան ունեմ ու ամբողջ օրը ինձ պետք չի իմ լիցքավորման կայան, մի հատ տունը ունեմ։ Բայց իմ հարևանը ուզում է լիցքավորի, որ ամեն օր չգա դուրսեցի ասի ազատա քո կայանը թե չէ, ինքը GG-ով մտնի, նայի ու գա օգտվի։ Ցանցերը կպցնելուց հետո կանցնենք անհատներին։ Այո, դա այդ նպատակը կա, այս տարի ինձ թվում է կհասնենք դրան։ Ցանց ինչ է նշանակում, եթե 10 հատ կայան ունեցող ընկերություն կա, սկզբից իրեն կպցնենք, բոլոր նրանց ով որ ուզում է։ Բայց ես հրավիրում եմ այս պայն բոլոր ընկերություններին, ովքեր դրանով զբաղվում են, մենք սիրով սպասում ենք ձեզ GG հավելվածում։ Ես գիտեմ մտածմունքները այս մասով մեր ընկերների այս ոլորտում, իրենք մրցակից են տեսնում մեր մեջ։ Ես չեմ տեսնում այդ մրցակցությունը այս պարագայում, մենք ունենք կայան չեք դնելու։ Նախ մենք կայան չունենք փաստացի, երկրորդ խնդիրը նա է, որ այդ super app լինելու պոտենցիալ մեր երկրում մի քանիսն են, էլի, դրա մի անունը կտամ։ Բայց ամեն մի հավելված չի կարող լինել super app։ Ու սովորական app-ը չի կարող մրցել super app-ի հետ։ Իրենք տարբեր բաների մեջ են։ Խաչ, բայց այստեղ մի հատ ուրիշ հարցեր կա։ Իմ տանը դրած կայանը ինչ ծրագրային բազա պետք է ունենա, որ դու կարողանաս կպցնես GG-ին։ Չէ՞ որ ինքը ոչ մի բան չունի, ինքը Չէ, ունի։ Hard-ը, Այդ hard-ը ունի, էլի, ելքեր ունի, հա։ Հիմա մենք ամեն մի ոնց որ այդ տեխնոլոգիայի համար հարմարացնում ենք, սովորում ենք ամեն մի ձևաչափի հետ աշխատել ու արագացնել այդ process-ը։ Բոլորը ունեն։ Այստեղ իհարկե տեխնիկական մասի մեջ ես այտենց ամենահանճարեղ մարդը չեմ այդ մասով, բայց այդ շատ լուծվող խնդիր է ամեն դեպքում, հա։ Նախ կան մի քանի ֆորմատ են, բայց այտենց հարյուրավոր չեն, հա, ավտոմեքենա կա Tesla-ի ֆորմատը, կա չինականների ֆորմատը, լուծվող խնդիր է։ Այսինքն դուք հնարավորություն եք տալու նախ բոլոր կայաններ ունեցող B2B խաղացողներին GG հավելված մտնեն։ Այո։ Այստեղ իրանք նաև շահում են բավական մեծ հոսք նաև ձեր սեփական մեքենաների, չէ՞։ Դուք մոտ 1000 մեքենա, ճիշտ եմ հիշում։ Արդեն 2000-ի կարգ։ 2000 էլեկտրական մեքենա GG-ում որպես գործընկեր գրանցված են։ Այո։ Okay, եւ դե բնականաբար նաև իմ նման մարդիկ, ովքեր ունեն GG հավելվածը եւ ունեն էլեկտրական մեքենա եւ կարիք ունեն լիցքավորելու։ Այո, ու արդեն եթե նայենք, որ 60000-ի կարգի ոնց որ ինտերնետում հասանելի թվերն են էլեկտրական ավտոմեքենա կա մեր երկրում, բայց այս թիվը ելի եմ կրկնում 2-3 տարիների ընթացքում եռապատկվելու, քառապատկվելու, հինգապատկվելու է։ Այո, ես հավատում եմ դրան ու ես նաև այն մարդկանցից եմ, ով գիտես, որպես ներդրող եմ հետաքրքրված այս պրոյեկտով եւ մեր ակումբից ունենք ներդրում այս պրոյեկտի մեջ եւ հիմա նաեւ քննարկում ենք մյուս ընկերների հետ։ Ես այս պրոյեկտին ոչ միայն հավատում եմ, այլև գիտեմ, որ ինքը ապագայում շատ մեծ պրոյեկտ է դառնալու, չհաշված GG and մյուս իհարկե ճյուղերը։ Այո, ինչի լրացնեմ քո ասածը, ընդհանրապես այդ էլեկտրական մեքենաների լիցքավորման թեման նոր թեմա չէ։ Բայց հիմա է, որ այս պահին է, այսօր է, որ այն աճում է շատ արագ տեմպերով ամբողջ աշխարհում։ Եվ մեր երկիրը այդ մասով հետնապահ չէ, բայց բազմաթիվ երկրներ կան, որ դա նոր է սկսվում։ Թվայնացումը մեր մոտ էլ է նոր սկսվում, բայց արդեն կանոնների քանակը բավականին շատ է, բայց երկրներ կան շատ նոր են սկսում դնել կայաններ։ Այսինքն մենք հնարավորություն ունենք դուրս գալ օտար շուկաներ եւ մասնաբաժին ունենալ այնտեղ, ինչը մենք հաջորդ քայլով դա անելու ենք, այո։ Այսինքն միացնելով GG-ին հայկական կայանները, հաջորդ քայլը վրացական կայանները միացնելն է, ընդ որում հայկական կայանների ընկերություններ կան, որ Վրաստանում էլ ունեն կայաններ, այսինքն ավտոմատ են տեղել ենք հասանելի դառնում, բայց վրացականներին էլ կմիացնենք, այսինքն երկու երկրում հասանելիություն ինձ թվում է այս տարի նույնիսկ կհասցնենք դա անել։ Նաև Վրաստանը այստեղ։ Այո։ Շատ արագ ենք անում Գրիգորի եղբայր, նայ, այս նախագծի, այս product-ի մտահղացումն ու իրագործումը մոտավորապես 2.5 ամիս է տևել։ Այսինքն մինչև ստարտի կոճակը սխմելը ու իր հայտնվելը GG-ում, հա։
առաջնային բետա տարբերակով։ Դե մարտին ենք ոնց որ բան արել, հիմա արդեն մի 2 ամիս է կայինք։ Այդ նույն տեմպը ուզում ենք պահենք, դա իհարկե շատ հեշտ չէ, բայց իրագործելի է։ Իսկն այդ տեմպի մեջ ենթադրում է, որ այո, Վրաստանը ու կայանները սկսենք միացնել նույնիսկ այս տարի։ Դիր։ Դե այս պահին մենք միասին ոնց որ քննարկում ենք տարբեր գործընկերների ներդրողների հետ նախագծեր, դա պետքա ներդրողներին էլ ասենք, որովհետև շատ մեծ էլ ավելի մեծ հեռանկարաբացում։ Մի բան է Հայաստանի շուկան, մի բան է արդեն Հայաստանից դուրս մեզ մոտիկ ու հասանելի շուկաները։ Ինչ եմ ես նկատել ներդրողների մասով, ինչ ես փորձը արդեն 10-ամյակից ավել է, հա։ Մենք մեր տնտեսության մեջ, հայկական տնտեսության մեջ փողի այդքան պակաս չունենք, այսինքն փողն առկա է։ Բայց մարդկանց մոտ հոգեբանության մեջ նստած է, որ մարդիկ ուզում են ֆիզիկապես ինչ որ ունեցվածք ունենալ, հա, օրինակ կայանի մեջ մարդիկ չեն ափսոսում, այդ նույն լիցքավորման կայանի մեջ մարդիկ չեն ափսոսում բավականին մեծ գումարներ դնել, բայց ինտելեկտուալ սեփականության մեջ ինչպիսին է հավելվածը, տեխնոլոգիան, ծրագիրը, այդ գիտելիքը էլի, մարդիկ վախենում են, չեն հավատում կամ չեն հասկանում, բայց դա ինչ խնդրեմ է այդտեղ։ Եթե հայ ներդրողը, այսինքն ներդրող ինչ է նշանակում, ցանկացած մարդ, որ գումար է ուզում пассив եկամուտ ստեղծի, էլի իր համար, երկարաժամկետ ընդ որպես պարագայում։ Եթե միտված լինի հասկանալու տեխնոլոգիական աշխարհը, մենք կլինենք համաշխարհային տեսակետից ներդրող երկիր այդ թեմայի մեջ, հա, ու ոնց որ տրենդերին բան անենք, համ կհետևենք, համ էլ կառաջնորդենք ինչ որ մի բայ, որովհետև հայկական ապրանքները ստանալով այստեղից մեր մոտից ներդրում կմնան հայկական, չէ՞, այսինքն եթե ներդրողն էլ է հայկական, ընկերությունը մնում է հայկական, որ ներփող տվողը օտար է, ինչը մեր մեծ ստարտափների մեծ մասը օտար կապիտալով են։ Ու իրանք արդեն իսկ հայկական դժվար են մնում, որովհետև ունեցվածքի, այսինքն սեփական ընտիրության տոկոսի զգալի մասը արդեն դառնում է օտար տեղից։ Ճիշտ է, մենք այդ հավակնոտ թեմա եմ ասում, մենք փոքր երկիր ենք, բայց դա ընդհանրապես գիտակցության հարց է։ Ինչի օրինակ կարելի է 20 հարգանի 5 շենք կառուցել, այդտեղ 1-2 միլիոն դոլարի մասին չի խոսքը, չէ՞, այդտեղ ասենք մեծ կապիտալ է ստացվում, որ ասենք տասնյակ միլիոնավոր դոլարներ են, հա, ընդհանուր հաշվարկով։ Բայց տեխնոլոգիաների մեջ վախենալ է նույն թափի ոնց որ գործեր բռնել։ Չնայած որ առաջնային ներդրումները փոքրիկ թվեր են։ Նույնիսկ այդ փոքրիկ թվերը մարդիկ ոնց որ վախենում են ծախսեն այդ բանի վրա։ Ես հորդորում եմ, մանավանդ բանկային կապիտալներ, շատ մեծ կապիտալներ են հավաքվել մեր երկրում, շատ մեծ, 10 միլիարդից ավել է, չէ՞։ Դե ես թիվը չասեմ, չգիտեմ, բայց այս վերջի 3-4 տարում ամեն տարի շահութաբերությունը բանկերի ահռելի մեծ է։ Բայց այդ գումարները չեն ներդրվում տեխնոլոգիական ընկերությունների մեջ, ըստ իս չեն ներդրում նաև հայկական իրական արտադրական։ Ես տեխնոլոգիան նաև արտադրություն եմ համարում, էլի, ինքը իհարկե մտավոր սեփականությունը արտադրության տեսակ է, բայց ինքը արտադրանք է։ Ու այդ պատճառով այս հավաքված կապիտալը կարա հերթական անգամ հոդս ցնդի։ Հերթական նկատում պատմական ցիկլերի տեսակետից նայենք էլի, բայց այս պայն ինքը կա։ Դրա համար այս միտքը պետք է խոսալ այս մասին։ Այս մարդիկ ասեն կարող է 10 հոգի են, 20 հոգի են, այդ մեծ կապիտալի մասին եմ ասում։ Բայց իրենց անձնական որոշումը ազդում է ոլորտների զարգացման վրա, իրենք այդ բայց դե մի հատ կարևոր հարց կա, նայ, դու քո փողով, քո թիմով, քո ռեսուրսներով կարայր անեիր այս պրոյեկտը, GG Energy-ն օրինակ, հա։ Ինչի՞ է քեզ պետք ներդրում։ Եվ ինչի ենք մենք հիմա աշխատում ներդրողների հետ եւ առհասարակ ինչի դու չես անում այդ պրոյեկտը քո փողով։ Լավ հարց է, դա ճիշտ է դասական հարց է, այսինքն որ դրա մասին անգլերեն բովանդակություն շատ կա, բայց այսպես է այդ հարցի պատասխանը։ Իհարկե, սեփական գումարով անելը որոշակի հանգստություն, հարմարություն է առաջացնում ու ոնց որ չես ընկնում մի քանի տիպի process-ների մեջ, չէ՞, որ product-ը պետք է սարքել, product-ը պետք է վաճառել, մի հատ է product-ը սարքելու համար գումար հայթայթել, դա արդեն երրորդ գործն է ստացվում։ Դրա հակառակ բանը կա, որ երբ որ դու կարողանում ես ներդրում ներգրավել, նշանակում է, որ քո product-ին արդեն հավատացողներ կան, դեռ ինքը չի հաղթել շուկան, բայց արդեն հավատացողներ կան, որը ապացուցում է այն, որ դուք ճիշտ գործ եք սկսել։ Սա մի բան է։ Հետո նույն այդ հավատացողները ձեր նաև հաճախորդներն են։
առաջին հաճախորդները, որոնց որ պետք է սկզբնական բանակ, հա, դա կոչվում է անգլերեն բառ օգտագործենք early adopter, այսինքն առաջնային օգտագործողներ։ Ու երբ որ կարողանում ես ներդրումային կապիտալ ներգրավել, դա թույլ է տալիս process-ները արագացնել։ Ինչի՞, որովհետև ներդրումային կապիտալը ինքը թանկ գումար է։ Էժան գումարը օրինակ ո՞րն է։ Էժան սեփական գումարը քո վրա պարտք չի, այսինքն դու եթե սեփական գումարն ես ներդնում, դու ամբողջ գումարը ներդրած հետո մեծանում է քոնն է լինում։ Վարկային կապիտալը ավելի էժան փող է։ Ներդրումային կապիտալը շատ թանկ փող է։ Օրինակ դնում է ներդրողը 1 դրամ, ինքը ակնկալում է ստանալ, չգիտեմ, 5 տարուց, 10 տարուց 10 դրամ։ Ստացվում է, որ ձեր վրա դա նստեց 10 անգամ ավելի շատ։ Եթե վարկ եք վերցնում, ամենավատ վարկը տարեկան 20%-ից շատ լինի, չի լինելու։ Հա, բայց այդտեղ շատ կարևոր կետ էլ կա բիզնես մոդելի տեսանկյունից։ Այս բիզնես մոդելում դու երկու պրոդուկտ ունես, որը վաճառքի ենթակա է։ Մեկը այն հիմնական, հա, քո սերվիզն է։ Կոպտաս երկրորդ պրոդուկտը քեզից առաջ ընկնեմ բաժնետոմսերն են, դու էդ ես ասում։ Այո, իհարկե։ Այսինքն դու վաճառում ես այն պրոդուկտը, որ դուք կարող եք այս նախագծի մաս լինել, այսինքն ուրախանալ այդ նախագծի հաջողություններով, ձեզ լավ զգալ, որ դուք լավ գործ եք արել, լավ ընկերություն եք առաջ տանում ու նաև լավ գումար եք վաստակում դրանից տարիներ հետո։ Այդտեղ հենց կարևոր է նա, որ ասենք 2 ամիս հետո չէ։ Մի քիչ ինքը երկարաժամկետ բան ցիկլ ունի, բայց ասեմ ձեզ, այս էներգետիկայի թեման այնքան արագ է աճում, որ դա կարող է սովորական ստարտափից շատ ավելի արագ լինել։ Դե մենք գիտենք նաև ստարտափներ կան, որոնք էլի ունեն սեփական շատ մեծ միջոցներ, բայց իրանք նաև վաճառքի համար պատրաստում են նաև իրանց բաժնետոմսերը։ Միշտ, դա ֆոնդային բորսայի իմաստն է դա, Գրիգոր ջան։ Այսինքն դու թեև շահութաբեր ընկերություն ես, բայց շարունակում ես մնալ ֆոնդային բորսայում ու փաստորեն քո բաժնետոմսերը նորից առաջարկել քո հաճախորդներին նաև, էլի, ամբողջ շուկային։ Ինչի է դա պետք։ Նա բրենդի տարածումն էլ այդտեղ կա, այդ բանը։ Հետո երկրորդը ավելի մեծ կապիտալ ունենալու պարագայում դու կարողանում ես շատ գործ անել, համեմատած եթե այդ կապիտալը չլինի։ Սա է։ Իհարկե, էլի կրկնենք, հանգիստ կյանքի տեսակետից ավելի հանգիստ է առանց ներդրողների գործ անել։ Բայց դա այլ բիզնես մոդել է։ Այո։ Okay։ Կան հակառակ օրինակներ եւ ընկերությունը դելիստինգ է անում, չէ՞, ֆոնդային բորսայից։ Այսինքն այն բոլոր ներդրողներից արկա մենք մի անգամ դա փաստացի արել ենք առանց բորսայի։ Հետ գնում ենք արել բոլոր արկա ներդրողներից։ Գրեթե բոլոր, այսինքն օրինակ մեր սիրելի առաջի վենչուրային ֆոնդը Granatus Ventures-ը, եթե դրել է 2015-ին ինքը դրել է $125,000 կարգի համապատասխան դրամ, ընդամենը 3 տարվա մեջ ինքը $300,000 համարժեք գնով մենք հետ գնում ենք կատարել։ Այս օրինակը բերեմ ես հետաքրքիր փաստ ոնց որ հայկական ստարտափների պատմությունից։ Ու տեսեք, որ ինքը համեմատենք վարկային կապիտալը, ինքը թանկ կապիտալ է, բայց դա էլ տեղի ունեցել։ Այսինքն, բայց դες շատ օգնեց այն փողը, ես հիշում եմ այդ ժամանակ ինքը։ Ես շատ մտածում էի այն ժամանակ կարելի էր դա արդյոք անել առանց այդ գումարի, անկեղծ ասեմ, այո։ Ուղղակի դե ոնց որ ինչ որ բաներ, որ պետք է ավելի սուղ միջոցներով անեիր, ավելի մի քիչ կարող է ժամանակը մի քիչ ավելի շատ համբերեիր, դա հնարավոր է։ Բայց այս պարագայում այդ առումով ինչ վատ է, որ այդ ֆինանսական գործիքն էլ է կայանում արդյունքում, համ քեզ համար որպես օգտվող այդ գործիքից, համ էլ այդ ընկերության արդեն ներդրումային ընկերության, որը որ այդ մոդելը սկսում է կիրառել ոչ միայն քո վրա, այլ նաև այլ ընկերությունների, չէ՞ որ այնտեղ բոլոր ընկերությունները չեն հաջողակ լինում, բայց փորձ են կատարում, դա էլի կարևոր, չէ՞, ասենք մարդ պետք է, չէ՞, օրինակ ինքը իր դերը կյանքում լավ չի հասկացել, ինքը կարծում է, որ ինքը առաջնորդ է, ինքը փորձ է անում, ինքը ինչ որ պրոդուկտ է սարքում, դա իր մոտ չի ստացվում, բայց ինքը շատ գիտելիք է, թանկ գիտելիք է ձեռք բերում, որ կարա կիրառի արդեն հաջորդ ընկերությունը, որտեղ ինքը կարող է իր դերը ոնց որ այդ թատրոնում ավելի ճիշտ։ Այստեղ մի հատ հարց ունեմ, քո կարծիքով այդ մոդելի մեջ, հա, երբ որ կա ներդրող, կա բիզնես, որտեղ ներդրողի հետ միասին ես դու զարգանում, ամենամեծ բարդությունը ինչի մեջ է կայանում։ Դու բավական մեծ փորձ ունես այս մասով։ Ես կուզենայի ինչ որ հետևություններ լսեի, հա, քեզանից։ Էլի նոր բան չեմ ասի, այսինքն աշխարհով հայտնի գիտելիք է,
բայց բոլորը այս հարցերի հետ թերևս առնչվում են։ Պետք է համբերատար աշխատանք ու ներդրողի կողմից էլ քաջալերում, այսինքն ներդրողը իր այն ընկերություններ, որտեղ ինքը գումար է ներդրել, պետք է իր կողմից էներգետիկան պետք է դրական լինի։ Շատ անգամ ներդրողներին թվում է, որ իրենք պետք է պահանջատեր լինեն եւ դա ավելի process-ները կարագացնի։ Դա կարա դեպքեր լինի, որ դա այդպես է, բայց վստահեցնում եմ, որ եթե ընկերությունը միտված է այդ գործը անելուն, ինքը ներդրողի ոնց որ այդ ազդեցության ներքո չի անելու կամ չանելու, եթե կարողանում է, ուզում է, պայքարում է, անելու է։ Եթե իր մոտ չի ստացվում ինչ-ինչ պատճառներով, ապա անկախ դու ինչքան հետևողական կլինես որպես ներդրող, դու չես կարող փոխել ընթացքը։ Դրա համար մեզանում այդ пассив ներդրողի տրամաբանությունը, փիլիսոփայությունը շատ քիչ է տարածված։ Հակառակը, մարդը եթե գումար է դնում, ինքը համարում է, որ ինքը պետք է այդ գումարին ակտիվ լինի, մաքսիմալ տեր լինի, այսինքն հետևի, ուղղորդի, զբաղվի, ինչի՞ չէ։ Ես նույնիսկ դեպքեր գիտեմ, երբ որ ներդրողը ինքը վերցրել է այդ ընկերություն, շարունակել ինքը անել, տարիներ շարունակել է գումար կորցնել, վերջում հասկացել է, որ արդեն հերիք է, ոնց որ ավարտ փակել է այդ թեման։ Բայց կրկնեմ, ներդրողը ու գործարարը տարբեր բաներ են։ Ներդրողը պետք է գործարարին ավելի շատ ոգևորի, բայց չխառնվի ոչ մի դեպքում։ Այսինքն այդ էլի անգլերեն բառ օգտագործում push-ի, այսինքն անդադ հրելու վիճակը լավ բանի հիմնականում չի բերում։ Հա, օքեյ։ Այսինքն պահանջատեր լինելը դա լարում է առաջացնում, փաստորեն այն մարդիկ, որոնք որ պետք է product ստեղծեն, սկսում են ժամանակ ծախսել ներդրողների հետ հարաբերությունների վրա, էլի անգլերեն բառ investor relations, այսինքն ներդրողների հետ հարաբերություններ։ Դա շատ ժամանակատար գործ է, ու երբ որ դրա մեջ ես ընկղվում, գիտեմ այդպիսի ընկերություններ, որոնք փոխանակ product սարքեն, անընդհատ ներդրում են ներգրավում ու անընդհատ հարաբերվում են այդ ներդրողների հետ շփումներ ունեն, բայց դա երկար չի կարող տևել։ Այսինքն ինչ որ մի պահ դու արդեն ոնց որ այդ փողերը նախ կավարտվի, իսկ product-ը դեռ ոնց որ հաջողակ չի։ Դրա համար միշտ ավելի լավ է կենտրոնալ product-ի վրա եւ ներդրողն էլ դա պետք է հասկանա, որ թիմի գործը product ստեղծելն է, այլ ոչ թե իր հետ բացատրական աշխատանքներ վարելն է, թե այս ինչպես ենք անում, այն ինչպես ենք անում։ Դա կարող է շփումները հետաքրքիր լինեն, բայց արդյունավետ չի։ Իմ կարծիքով։ Մի հատ sense հարցել կա, չէ՞, որ ներդրում է գալիս, կան դեպքեր, երբ ներդրում ստացողը միանգամից ինչ որ մի հատ թանկ բան է իրան առնում, թանկ ավտո, թանկ չգիտեմ, ժամանակային կարա կապ ունենա կամ չունենա այդ երկու փաստ իրար հետ, բայց չէ, հիմնականում ունենում է այդ քո ասած դեպքերում, դե հա, ունենում։ Հիմա քո դեպքում դու ավտո չունես, շատ համեստ կյանքով ես ապրում ու համեմատաբար։ Հարցը սենց ավելի տենց մարդկային է, էլի տենց ամենօրյա ինչի ավտո չես առնում, ինչի ես, օրինակ ես ապրելակերպը, որով դու ապրում ես, բայց կարաս քեզ թույլ տաս, ասենք, շատ ավելի կոմֆորտ։ Քո կարծիքով կարամ, իրականում դա չեմ Մի սկսի լավ, թողնի սկսի, օրը 500, օրը չէ, ամիսը 500,000 պատվեր անող խոշոր հարկատու, որի օր, քանի տարի է խոշոր հարկատու։ 10 տարի է, եւ 9 տարի է։ 9 տարի խոշոր հարկատու համարվող տեխնոլոգիական ընկերության հիմնադիր ես ու գլխավոր տնօրեն ես։ Գլխավոր տնօրենը ես չեմ, հիմնադիրը ես եմ։ Հա, օքեյ, դու վաղուց կարայր, նույնիսկ հիշում ես մի հատ կատակ մի օր արեցիր, արդ գնում էինք, դու սպորտային էիր հակած, մի հատ սրճարան էինք ուզում մտնենք, մեզ չթողեցին, քո սպորտային հակացի հետ կապված, ասի խաչ, այ տենում ես, որ դու մի հատ Մեր ընկերոջ սրճարան։ Այո։ Այ ասի, հիմա որ դու մի հատ 2025, այդ 25 թիվն էր, կարծում թե 20։ Չէ, 25 չէ, շուտ էր։ Շուտ էր։ Ну, կոնկրետ այդ ասի խաչ, հիմա որ դու մի հատ այս թիվ թափթազա X6-ով գայր, հենց կանգնեինք այս սրճարանի դեմ։ Հաստատ քեզ կթողեին մտնեիր։ Իհարկե այդ հումոր էր, բայց դու միշտ այդ ամեն ինչից խուսափում ես, էլի ինչի, լավ։ Գոնե մեքենա կարաս ունենաս։ Մեքենա հետ կապված։ Դա sense պատմություն կա, որը դու գիտես, էլի մոռացել ես։ Ես 16 թվականին խոսք եմ տվել, որ մենք 20 թվականին կարտադրենք էլեկտրոմոբիլ, որը խոսքս չեմ պահել։ Ինչը մինչև հիմա հիշում եմ ու ոնց որ լավ չեմ զգում ինձ այդ կապակցությամբ։ Հա, մինչև այսօր մենք GG Mobile չենք ստեղծել։ Ես էլ ավտոմեքենա այսպես չեմ վարում, բայց ցանկություն կա դա անելու, որովհետև ասեմ, մենք հիմա արդեն
12 տարի ջիջին կա, 12 տարի պատերազմական վիճակում ենք մրցակցության տեսակետից։ Թեև ես միշտ ասում եմ, որ մրցակցությունը որպես երևույթ գերագնահատված է, բայց փաստացի դա այդպես է, հա։ Ու այդ մրցակցության մեջ կարևոր է մեր գործընկերների օգտագործող հավելվածը, որ լավը լինի։ Իսկ դա լավը լինելու համար պետք է նրա մեջ զգալ, այսինքն պետք է իրենց օգտվել, իր խնդիրները քո մաշկի վրա զգալ, իսկ դրա համար պետք է ավտոմեքենան վարել, մարդկանց սպասարկել, որ ես կյանքում ոչ մի պատվեր չեմ արել։ Ոչ թե որովհետև մեծամտորեն չեմ արել, չեմ ուզում սպասարկեմ, որովհետև այդ ավտոմեքենա ես չեմ վարում։ Դու չես արել, բայց մեզ անել ես տվել, մենք արել ենք, հիշում ես։ Հա, հեսա էլի եմ ուզում անեք։ Ես եմ քշել, Բակուրն ա քշել, չէ, ասենք այն ժամանակ բոլոր իմ ընկերները շնորհակալ եմ ձեզ։ Էլի եմ ուզում այդ բանը կազմակերպել, այո։ Ինչ է դա քեզ լավ փորձ է տվել։ Okay, հա, բայց մարդ էլ կա ասել է կանեմ, բայց մինչև հիմա չի արել։ Այո։ Լավ, դե ես այն ժամանակ ասի կանեմ, okay, բայց ինձ էս մեքենան տուր։ Հա, տենց էլ արեցինք։ Ես GG էի վարում G-class-ով։ Հա, ящик էի։ Հիշում ես այս պայպես։ Իհարկե, հա, նկարակամ իջեմ։ Այդ վիդեոները, եթե հիշում ես, այն ժամանակ վիդեոներ քիչ կային, դա վիրալ գնաց։ Քաղաքով։ Քո այդ վարելու փաստը, հա։ Բանի մոտից, ձեր տան մոտից պատվեր ստացա, մի հատ աղջիկ էր պատվիրողը, ասաց բժշկի եմ գնում Խանջանի վրա, ուշանում եմ։ Okay, չեմ կարծում զանգեցի ասի ապահովագրած է այս ավտոն։ Ասի հա թե ինչ որ բան կար, ասի okay, ռեմենը գցեք գնացինք ու բան է սարել։ Դանիել է սարել ֆրանսիական, հա։ Այն ժամանակ հələ բաներ կամերաներ էլ շատ չկար, տենց շատ արագ գնաց։ Ինչ վերաբերում է համեստ ապրելակերպին, իմ փիլիսոփայությունը այդ մասով։ Այնպես չէ, որ ես այդ սիրուն ավտոները բան չեմ սիրում, ես էլ եմ հայ վերջ։ Շատ կարևոր է թե դու ինչ օրինակ ես ծառայում։ Ու երբ որ դու փորձում ես երևաս ավելին քան թե կաս կամ նույնիսկ քո հնարավորությունը թույլ են տալու դու անում ես, ենթադրում է, որ դու ստեղծում ես նման ցանկություն նաև քո շրջապատում։ Քչով չբավարարվելու, ոչ թե քո տերմիներով ասեմ, ոչ թե ստեղծելու առումով, այլ սպառելու առումով։ Եթե քո օրգանիզմը սկսում է շատ սպառել, քո էֆեկտիվությունը սկսում է նվազել ժամանակի ընթացքում, դու կարես հակառակը պնդես։ Ես այդ տարբերակին եմ համաձայն ոմանց մոտ, հա, դու ոնց որ շատ ես սկսում սպառել, ստիպված սկսում ես շատ աշխատել, հա։ Բայց դա ոնց որ կայուն մոդել չի, քանի որ կարող է կպատերի քո մոտ շատ աշխատելը չստացվի։ Դրա համար ի տարբեր ասեմ ինչին ենք մենք հասել այս իմ ворթեգրած մոդելով։ Աշխարհում մեր նման ընկերություն, որը որ մնացել է հիմնադիրների սեփականության ներքո, գրեթե չկա։ Հա։ Մենք անկախ խաղացող ենք, հա, շատ փոքր, աշխարհի տեսակետից շատ փոքր, բայց մեր նման ընկերություն 100 հազիվ լինի ամբողջ աշխարհում։ Իսկ սեփական որ լինի, ես անձամբ չգիտեմ։ Այսինքն, որը ընկերություն, որը ստեղծում է իր սեփական ապրանքը, իր սեփական տեխնոլոգիան ու այս ոլորտում։ Այս վերջում Տինկովի վերջի ֆիլմն էի նայում, Plata za risk։ Բանում, սիրա նոր բանկում ոնց որ 10% փայ ունի։ Դե ինքը ստեղ ոնց որ երևի թե ավելի շատ ներդրող է, հա, ու կոնսուլտանտ։ Եթե համեմատենք իր նախորդ նախագծին, հա։ Ինչի ես, բայց այդ հարցը ես ընդհատեցի։ Այսինքն քո ասած, հա, ասածս այն է, որ հա, համաձայն եմ, որ բոլոր մեծ կապիտալով բիզնեսները, հատկապես տեխնոլոգիական, իրանք արդեն ինչ որ կետից ոչ մեկինը չեն, ինչ որ ֆոնդերի են, տարբեր ներդրողների են։ Դրա համար այդ ներդրողների այդ չափը ներդրումների պետք է տենց ոնց որ կառավարելի լինի, իմ փիլիսոփայությամբ։ Մենք այդ անկախ լինելու համար այդ հետգնումը արել ենք, որ ոտքի կանգնենք, հետո հիմա էլի փուլ է, որ կարանք ներդրումներ ներգրավենք, հա, բայց դա պետք է մեր անկախության վրա չազդի, այսինքն պետք է կառավարելի քանակ լինի ներդրումների։ Երբ որ դու պարտքդ ավելի շատ է լինում, դու արդեն կառավարելի չի քո կողմից, կարող մի պահ այդ ներդրողները որոշեն, որ դու լավ չես կառավարում ընկերություն։ Ու ամբողջ քո թիմի աշխատածը իմ տեսակետից Ջոբսի նման ասեն գնա։ Հա, դե իր սխալը այդտեղ կար, բայց փաստացի ինքը գնաց, հետո հետ եկավ, բայց բայց ինչքան բան ստեղծեց այդ ընթացքում։ Բայց հա, բայց կարող ավելի շատ ստեղծեր, չէ՞, այդ բաները, այդ առողջության այդ խնդիրները նաև դրանից են առաջանում, այդ էմոցիոնալ ստրեսից։
Հետո մենք տեսնում ենք այդ արտաքին կտորով խոշոր կապիտալները աշխարհով թե ոնց են ինչ տրամաբանությամբ են աշխատում, իրենք երկար են խաղում։ Պետք է սովորել երկար խաղալ, էլի։ Երկար խաղալն էլ ենթադրում է, որ դու անկախ լինես։ Ну, եթե product ես ստեղծում, եթե ուղակի սպեկուլյացիաներով չես զբաղվում, որը որ ուրիշ գործ ունի, ուրիշ տիպի գործունեություն է։ Մի հատ կարևոր բան էլ ասեմ, դուրս եմ, երբ որ Եվրոպայում կամ աշխարհում ճամփորդում եմ ես, տեսնում եմ, որ տեղական օպերատորներ համարյա չկան։ Եթե դու օրինակ Գերմանիայում ավտո ես պատվիրում, գերմանական օպերատոր, կարծեմ գերմանական կա, եթե չեմ սխալվում, կարծեմ դե ամերիկյան օպերատոր ամեն դեպքում, ամերիկյանով ես Uber-ով ես տաքսի պատվիրում, հա։ Չգիտեմ, Bolt-ը ինչա կան է։ Bolt-ը էստոնական։ Okay։ Ну, եվրոպական հիմնական խաղացողները, հա, Uber-ն է, Bolt-ն է, հիմնական այդ երկուսն է։ Հա, այսինքն տեղական օպերատոր, օրինակ Իտալիայում որ լինի իտալական օպերատոր, Գերմանիայում գերմանական։ Բեր սուտ չխոսանք, իմ հիշելով Mercedes-ը մի ստարտափի գնել էր ու այդ գործն էին իրանք անում, հիմա չգիտեմ ինքը արկա է թե չէ, բայց դու ճիշտ ես ամեն դեպքում, շատ քիչ երկրներում կա։ Օրինակ մեծ շրջապատող երկրներում Վրաստանում դա չկա, ամբողջ հետսովետական տարածքում կարծես թե մենակ մեզ մոտ է, որ կա տեղական օպերատոր։ Կա, հա, սեփական կային այն ժամանակ, նույնիսկ շատ մեզ մինչև հիմա դիմում են Ղազախստանից, Հրստանից, որ ուզում ենք ստեղծել պետական մակարդակով, ուզում ենք ստեղծել տեղական խաղացող, փորձում են համագործակցեն, դեռ դա չի արվել, բայց ուզում եմ ասեմ, այդ բանը կա էլի, որ բոլորը չի որ ունեն։ Ոնց որ ժամանակին նայում ենք, աշխարհով կային մի քանի փնտրման համակարգ, հա, Google-ը շատ չէին իրենք։ Այն ստեղ այս մեր ոլորտում ընկերությունները ապես ավելի շատ են, բայց ամեն երկիր չի որ իրեն ունի։ Ու այդտեղ պետք է տենց ազգային ոնց որ ցավ պետք է լինի, էլի սեփական խաղացողների նկատմամբ։ Եթե դու քոնը ունես, դա հենց այնպես չէ, էլի դու։ Ես սկզբունքորեն իմ հեռախոսի մեջ չունեմ ուրիշ հավելված։ Շատ շնորհակալ եմ քեզ։ Իմ համար դա մեկ-մեկ որ ընկերների կամ հարազատների մոտ տեսնում եմ, որ GG չեն պատվիրում, այլ ծառայությունից են օգտվում, ես միշտ կռիվ եմ անում։ Ու մենք Չնայած այդտեղ կա մի հատ բան, հիմնավորում, որ դե GG-ն ուշագարի, բայց ես պատվիրում եմ ուշ չի եկել։ Պատրաստ եմ այդ հարցին, Արաբկիր կենտրոն համայնքներում միջին թվերը շատ արագ են, 3-4 րոպե է տևում դա։ Հա։ Կարա 5 էլ տևի, 1-1 կարա ավել տևի, այդտեղ ասեմ երկու բան կա, խանգարող հանգաման կա։ Մեկ շատ մեծ խանգարող դա խցանումներն են արկա, որոնք տարի ավելի անում, հիմա պիկի վրա են։ Ավտոմեքենաների հասանելիությունը պիկ ժամերին նվազում է։ Պիկ ժամերին։ Բայց սովորական վիճակում GG-ն շատ արագ է գալ հենց կոնկրետ այդ երկու համայնքում Արաբկիրում կենտրոնում, մնացած տեղերն էլ վատ չի, այնքան արագ չի, ինչքան կրկնեմ կենտրոն Արաբկիրն ու Զեյթուն, բայց այդ հասանելիության խնդիրը, որը որ տարիներ շարունակ եղել է, այս պայն այդքան ցավոտ չի։ Ну ես անձամբ չեմ զգում, քանի մեքենա է այս պայն գործընկերների քանակը։ Գրանցված ակտիվ 5000-ից ավել, էլի։ Դա ամեն դեպքում։ Բայց կրկնեմ, մենք այս պայն էլ մեծ պահանջ ունենք գործընկերների, սիրով հրավիրում ենք թե նոր գործընկերներին, թե նրանք ով որ գրանցված են մեզ մոտ, բայց пассив են, մենք անընդհատ լավացնում ենք տեխնոլոգիաները, անընդհատ նոր բաներ ենք ստեղծում, որը որ նաև գործընկերների եկամտի ավելացմանն է միտված, օրինակ նույնիսկ թափ վարորդը ինքը թանկ ծառայություն է, հասանել է մեր գործընկերների համար, էլի կրկնեմ, հրավիրում ենք համագործակցության, մյուս տիպի ավտոներն էլ բեռնատար, էվակուատոր, այն մարդիկ որ ավտոմեքենա չունեն, կարող են աշխատել որպես առաքիչ։ Բոլոր ուղղություններով այս բան ստեղծագործ բեղմնավոր աշխատանք է տարվում։ Իդեպ դու խոսում ես, ես հիշողություններով գնացի հետ 2015 թվականը, գիտես ինչի՞ շա, առաջի անգամ անձնային զարգացման աճի թեմայով իմ ելույթը եղել է GG ձեր օֆիսում։ Հա, բանում օֆիսում։ Հիշեցի, վրացականի այդ ավտոտնակ օֆիսը։ Գարաժում։ Այո։ Կոնկրետ գարաժում։ Այո։ Դաժե հիշեցի ինչ էի հակել այդ օրը, լսարանին հիշեցի, մոտ երևի մի 15 հոգի մարդ էր եկել։ Այդ առաջի ամենաառաջինն է եղել էտի։ Դրանից առաջ եղել է, բայց բացումն է եղել։ Հա, հաշվապահության թեմայով է բոլորն եղել։ Հետո այդ ելույթից հետո ծնվեց Զարթուցիչը։
պատկերացնում ես։ Հա, ես դե քեզ առաջի անգամ լսելուց հետո հասկացա, որ դու բնատուր տաղանդ ունես դասախոսության, ընդհանուր այդ մտքեր փոխանցելու, կրթություն փոխանցելու, գիտելիք փոխանցելու, նյութ փոխանցելու մեծ տաղանդ ունես, ու դա տարիների ընթացքում ավելի ես հղկե ու շարունակում ես դրանով զբաղվել, ինչը շատ ողջունել։ Դե հիմա շատ քիչ, այն ժամանակ շատ էր։ Հիմա Դե անհատական մակարդակով էլի շատ է։ Դու կարող ես հանրային ես քիչ։ Հա, հանրային քիչ է, հա։ Իսկ այդ նույն բանը շարունակում ես, էլի կապ։ Հա, դե որ մեկինց բարևում արդեն չի կարա։ Այդ գիտելիքը չվերցնի։ Ու կարևոր է որ այդ գործարար աշխարհին գործարարներին ու ներդրողներին այդ գիտելիքը փոխանցելը 10 տարի շատ բան է փոխվել, բայց օրինակ այդ ներդրողների մասով քիչ են առաջ գնաց։ Հա, ֆոնդերն Չէ, ինչի, նայ, օրինակ մենք այսօր մենակ մեր ակումբում ունենք որտեղ ես անձամբ մասնակցել եմ process-ին, ծանոթացրել եմ, նստել եմ, ինչ որ չափով բանակցել եմ, մենակ 10 պրոյեկտ ես ինքս կուրացիա եմ արել։ Չհաշված այն պրոյեկտները, որոնք մարդիկ իրար հետ արդեն հարաբերություն ունեն, միասին են արել։ Այդ 10-ից մեկն էլ GG Energy-ն է, որ դուք եկաք համաձայնության, մի քանիսն էլ հիմա ընթացքի մեջ է։ Շատ ողջունել է։ Ուրեմն ես սխալ եմ այդ մասով, ուրեմն այդ առաջ է գնում, բայց կուզեմ ավելի լավ առաջ գնա, ավելի արագ գնա։ Այստեղ ուղղակի նայ, երկու տարբեր աշխարհներ կան այդ վենչուրային ներդրումների աշխարհը, IT ներդրումների աշխարհը, որտեղ ուրիշ կանոններ են, ես դրանից չեմ հասկանում։ Հա, ընկերներ ունենք, բանով դրանով զբաղվում եմ, բայց ես դրա մեջ չկամ։ Մերը մի քիչ ուրիշ է։ Մերը պինդ կապիտալի հիման վրա, երկու պինդ բիզնեսմենի, այսպես ասած, հանդիպումով ծնվող ներդրումն է, որը ոչ հրեշտակ ներդրում է համարվում, ոչ չհրեշտակ ներդրում է համարվում։ Բայց նման է հրեշտակ ներդրմանը, երևի։ Հա, երևի, իսկ օրինակ չկա անտի հրեշտակ ներդրում։ Ես ամենագիտակը չեմ այդ տերմինոլոգիայի մասով։ Հա, բայց իհարկե ինչ որ մենք եմ ասում գույները խտացնում ենք, որ ավելի པարզ լինի մարդկանց համար, բայց հա, այսինքն ես նրա կողմնակից եմ, որ մի սեղանի շուրջ հրավիրեմ երկու գործարարի, երկու լավ ընկերոջ ու գանք համաձայնության։ Էդ էլ այ մոտ ստացվում։ Կոմոդ շատ բաներ են լավ ստացվում։ Այդտեղ կարևոր է որ քանի որ այդ ներդրող ու գործարար դերերը տարբեր են, նույնիսկ եթե գործարարը ներդրողը, ինքը հասկանա, որ ինքը այս թեմայի մեջ ինքը ներդրող դերի մեջ է։ Եղել է, ես էլ եմ շատ փոքր չափով, բայց մասնակցել եմ որպես փոքր ներդրող տարիներ առաջ, հա։ Ես աշխատել եմ այդտեղ հանդես չգալ որպես գործարար, այլ այդտեղ դու քո գործը ոգեշնչելն է, շատ կարևոր է։ Ոգեշնչելը, օգնելը, եթե քեզնից օգնություն են խնդրում, կամ եթե չեն խնդրում, բայց դու զգում ես, որ կարողանում ես օգնել։ Ու չխանգարելը, դա էլ շատ կարևոր է, այսինքն չխառնվելը process-ներին, որոնք որ գործարարի գործն է դրանով զբաղվել է, երբ որ կարողանում ես այս ներդաշնակությունը ստանաս, դա հաջողության մի հատ հիմք է, որի վրա կարելի է կառուցել։ Դե այս մասով իհարկե քո փորձը, քո անցած ճանապարհը բավական մեծ է։ Ես կարծում եմ մեծ հաշվով իհարկե հաջողված ճանապարհ է դա։ Դե առաջիկա մեզ էլի սպասում է շատ հետաքրքիր ճանապարհ, հենց ներդրողների հետ աշխատանքի, շատ բեղումնավոր աշխատանք է մեզ սպասում։ Ես եմ տենց տեսնում, քանի որ էլի կրկնեմ, եթե խոսում ենք այդ էներգետիկ, այսինքն այդ լիցքավորման թեմայի շուրջ, ինքը աճող թեմա է, ինքը համեմատաբար նոր թեմա է ու մոտակա 2, 3, 4 տարիների ընթացքում շարունակելու աճել, այսինքն ներդրողների համար մտնելու, այդ թեմայի մեջ մտնելու լավ ժամանակ է։ Ինքը համեմատաբար ոչ մրցակցային է սպայն, այսինքն բաց հագեցած չի։ Այդ ընթացքում ներդրումները կլինեն շահութաբեր։ Եթե ներդրումները արվեն օրինակ 3-4 տարի հետո, իրեն շահութաբերությունը արդեն մի քիչ ավելի ռիսկային կլինի։ Okay։ Խաչ, մի հատ sense հարց եմ ուզում տամ, կարաս պատասխանես, կարաս թե չէ։ Ես գիտեմ, որ առաջարկ ա եղել GG-ին վաճառելու։ Ну մենք դրա մասին բազմիցս ու փոքր թվով չի եղել այդ առաջարկը։ Այսօրվա կուրսով էլ որ նայես էլի փոքր չէր։ Ինչի՞ չվաճառեցիր GG-ին։ Ну նման առաջարկներ մի քանի անգամ են եղել պատմության ընթացքում։ Պատասխանեմ, GG ընկերությունը իր նախ իր նպատակների մեծ մասին դեռ չի հասել։ Երկրորդ, ինքը սովորական ընկերություն չի, այսինքն եթե ինքը լիներ սովորական ընկերություն, ապա եթե լավ գին առաջարկելու պարագայում կդիտարկվեր իր վաճառվելու տարբերակը։
ինքը որոշակի ազգային գաղափարախոսություն ունեցող միավոր է, որին վաճառվել բառը չի սազում։ Ու ես բազմիցս ասել եմ, որ այն վաճառքի ենթակա չի ու աշխատում եմ իմ խոսքը հնարավորինս, ինչքան հնարավոր է շատ պահել։ Օրինակ, որ խոսք եմ տվել, որ պետք է էլեկտրոմոբիլ սարքենք, բայց դեռ չենք սարքել, դա իմ խոսքի ոնց որ դեռ չի իրականացել, ինչը լավ չի։ Իմ պատկերացմամբ։ Բայց ինչի լավ չի։ Օրինակ, նայ, կյանքա, մենք ապագայի վրա երբ որ խոսք ենք տալի, ինչ որ մի բան, մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ կա պլանավորվող ապագա, որը մենք իհարկե պլանավորում ենք եւ որը ինչ որ չափով տեղի է ունենում, եւ կա դեպի մեզ գալացող ապագա, խոսքա, չէ՞, մենք պլանավորում ենք, բայց Աստված ինքն է սաղ դասավորում։ Հիմա ինչի ենք մենք այդքան մեծ մեր վրա բան վերցնում։ Եվ բերը եւ ինչ ասեմ, մենք Աստված չենք, էլի, մենք կարանք երազենք, կարանք ցանկանանք, կարանք պլանավորենք, բայց թե կյանքը ի՞նչ է պլանավորում։ Ինչ որ պայից կյանքը կարող է քեզ գալիս ասում է լսի եղբայր, ես այն ինչ արել ես, ես հիմա թող, հիմա դու սրանով պետքա զբաղվես։ Իսկ կյանքը երբ որ գալիս է, մեսիջով է գալի, ինչ որ մարդու միջոցով է դա քեզ գալի, խնդիրների միջոցով է գալի քո հիմնական գործի մեջ, ու դու մեծ հաշվով, եթե չլսես կյանքի այդ զովը կանչը, լավ չի լինի։ Ես տենց եմ մտածում, էլի։ Հետևաբար պլանավորել ես, օքեյ, խոսք ես տվել, լավ, օքեյ։ Կարող է դա առաջին հերթին ինքդ քեզ ես խոսք տվել, ոչ թե ես օրինակ մոռացել էի։ Չես հարտադրել, ջանը ցաղալնի, բայց այստեղ ուրիշ մի հատ բան կա, օրինակ ինձ վերջերս մի լրագրող ռուսախոս կարծեմ Ուկրաինայից էր, թե չեմ հիշում արդեն, Instagram-ով ինտերվյու էր անում։ Ասեց, այ ոնց ես տեսնում քո ապագան 5-10 տարի հետո, կլուբի ապագան։ Ես մի հատ բան հասկացա, որ այդ մեծ խոսալը, որ ես ենք անելու, այդ ամեն ինչը կյանքից պարկ վերցնելն է։ Այդ կյանքը դե նստած ասում ախպեր ինձ հարցրել ես։ Ընդհանրապես դու գիտես ես քո հետ ինչ պլաններ ունեմ։ Ու եթե մենք կյանքի մեր մասով ստեղծած պլաններով չգնանք, մենք ամեն ինչ կկորցնենք կյանքում, այդ թվում կյանքը։ Դրա համար ես մտածում եմ, որ այո, երազել կարելի է, բայց ճկուն լինել է պետք։ Ճկուն լինել ու պլանավորվող ապագայի եւ դեպի մեզ գալացող надвигающее будущее, ռուսերեն ասած, ապագաների մեջ բալանս է պետք ստեղծել։ Օրինակ ես պլանավորում էի, ես ասեմ, Դուբայի գնայի փետրվարի 28-ին։ Ուրեմն գնացինք, հասանք օդանավակայան, տոմսերը առած, հյուրանոցները ամեն ինչը բրոնյա արած ու հենց այդ պահին ռեյսը չեղարկվեց ու նենց էր ստացվել, որ մի օր առաջ պետքա մենք թռնեինք, բայց ոնց որ դեպքերը դասավորվեցին ու ես չընդդիմացա այդ դեպքերին, տոմսը առանք այն օրը, որ մեզ արդեն չթողեցին մենք թռնենք։ Կյանքը շատ հաճախ ավելի լավ գիտի մեզ երկարաժամկետ ինչն է բարի, ինչն է պետք, ինչն է լավ, ինչն է վատ, էլի։ Որ ասում ես կյանք արարչին նկատի ունես, հա։ Եվ արարչին, եւ կյանքը, կյանքը ինքը մեծ ավելի, սենց ասեմ, կյանքը այն է ինչ մեր հետ տեղի է ունենում, արարիչը երևի այդ կյանքը ստեղծողն է, էլի։ Դե արարիչը մարդուն ստեղծել է իր նման, հա, իր։ Հա, լավ, օքեյ։ Այսինքն քո բանը, քո ազդեցության գոտին։ Իհարկե, երբ որ դու քո ազդեցության գոտուց դուրս ինչ որ բաներ ես, ո՞րն է մեր ազդեցության գոտին։ Ինչ որ չափով ինքը կա։ Օրինակ հիմա կներես, էլի, ստեղից դուրս գանք մեր ազդեցության գոտումա հասնենք օֆիս երկուսս էլ։ Ես թվում է թե դա մեր ազդեցության գոտում է։ Ընդհանրապես այդ տենց չի։ Ճիշտ ես, բայց ամեն դեպքում կարգապահության համար դու ինչ որ բաներ պլանավորումներ անում ես, չէ՞։ Հա, բայց դու չպետք է մտածես, որ դա քո ազդեցություն, մեր էլի, մեր ազդեցության գոտում է։ Չեմ համարում, բայց դու փորձում ես ոնց որ իրագործես, չէ՞, քո խոստումները։ Հա, օքեյ։ Դե հիմա երբ որ քո խոստումները փորձելով դու շատ խոստումներ ես կարողանում իրագործես, դու ուժեղ ես, էլի, փաստորեն։ Չէ, դու ուժեղ չես, իմ կարծիքով կյանքը ուղակի քեզ այդ բան թողում է որ դու դա անես, որովհետև բայց դու կարաս էլի չանես, չէ՞։ Դու հիմա ոնց Հա, լավ, օքեյ, քեզ կյանքը թողի, տա այդ հնարավորությունը չանես։ Բայց որոշումը ունեիր, որ հիմա ես մարդու խոսք եմ տվել ինչ որ բան, չէ՞։ Մեզ երբ որ ես շատ կարճ բանկում էի աշխատում, 2 շաբաթ ինձ ընդամենը ինձ հեռացին, ոնց որ չընդունեցին վերջում։ Ինչ էին սովորացնում։ Վարկ վերցնողները տարբեր տեսակի են։ Նրանք են, որոնք որ ուզում են այդ վարկի սպասարկեն, բայց չեն կարողանում, կամ որ չեն ուզում ու չեն կարողանում,
Կամ որ ուզում են ու կարողանում են։ Հիմա տարբերություն կա այդ ուզել չկարողանալու ու չուզել չկարողանալու միջև, էլի։ Հա։ Հիմա երբ որ մենք ինչ-որ բան ենք խոսք տալիս, մարդիկ կան, որ այդ խոստալու պահին արդեն սուտ է այդ խոստումը, այսինքն որտեղ իրագործելի չէ։ Ինքը ջանք չի ներդնելու, դա Կամ ազդեցության դաշտում չի ուղակի։ Բայց ինքը գիտեր էլ որտեղ ոնց որ ենթագիտակցությունն է գիտեր, որ դա այդպես է։ Օրինակ քեզ ասեմ շատ զույգեր ամուսնանալուց առաջ, որ իրար խոստում են տալի, որ տենց մի 100 տարի միասին են լինելու, էդ էլ իրանցից կախված չի։ Էս մի քիչ ոնց որ բիզնեսից շեղվեցինք, բայց եթե կյանքից ենք խոսում, ապա խոստումը միշտ պետքա դիտարկվի մեր ազդեցության գոտու բանի մեջ, շրջանակների մեջ։ Դե դու ասում ես ազդեցության գոտու շրջանակ չկա, կարճ ասած։ Հա։ Դե հետաբար խոստում էլ չկա։ Օրինակ Ուզբեկստան որ շուշուտ են գնում, այնտեղ ընկերներ ունենք, իրանք հետաքրքիր բան ունեն խոսքի մեջ, հա օգտագործում են դայբոգ կգամ։ Նույնիսկ առավոտ ասում, իր հելնենք իրար հետ վազենք։ Դե տարավելյան բան։ Դայբոգ ամեն ինչ լավ լինի, մենք կգանք կվազենք։ Այսինքն իրանք հասկանում են, որ Աստված մեծ է, մի բան կանենք, էլի։ Հա, էլի։ Իրանք հասկանում, որ դա կարող է չստացվի, էլի։ Իհարկե, կարող է։ Բայց ոնց որ ավելի հյուսիսային ժողովուրդները այդ ոնց որ մոդելից ավելի շեղված են, էլի, այսինքն եթե խոսք ես տվե, ապա արա այս բանը ոնց որ ավելի շատ ըստ իս այդ փիլիսոփայությունը ավելի շատ կա։ Դե օրինակ ես Նիցշեին եթե նայեմ, Նիցշեն բան ունի, աշխատություն ունի, այսպես խոսած զրադաշտը, ուսանող տարիներին շատ եմ այդ գրքով ոգեշնչվել, շատ իհարկե կարևոր բաներ կա, ճիշտ բաներ կա, բայց մի հատ բան կա, որը ինչքան ես մեծանում եմ, այնքան հասկանում եմ, որ դա չի աշխատում։ Խոսքը նրա մասն է, որ ասում է հաղթողները չեն հավատում պատահականությանը, կյանքին, այսինքն սա հաղթանակի իրանց են վերագրում։ Իրականում դա էլ այդպես չէ, էլի։ Վերցնենք ֆուտբոլը, ինչ է հիմա աշխարհարաշնությունն է գնում, տեսնում ենք ինչ կարգի թիմեր են, ինչ կարգի երկրների հավաքականներ են, ուղղակի Առաջի առաջնությունն է, որ ես մինչև այս պահը ընդամենը կեսատ խաղ եմ նայել ընդհանուր։ Հա, բայց հա, ես էլ եմ քիչ նայում, ես Չէ, այդ իմ մասով էլի, թե չեմ ասում ինքան հետաքրքիր է, ուղղակի տենց է ստացվել, որ այդ հետաքրքրություն տարի ընթացքում եթե շատ մեծ էր, ինքնեք ուզիմ մոտ, հա, օրինակ 98 թվականի առաջնությունից մինչև հիմա թմերը կարամ ազգանուններով բոլորը ասում, հա։ Բայց այս պայն նույնիսկ այն թիմերը, որոնց որ ես երկրպագել եմ ժամանակին, հա, տենց ոնց որ չգիտեմ, ով է խաղում, ոնց է խաղում եւ այլն։ Երբ որ սկսում ես իսկական խաղին մասնակցել, օրինակ եթե դու գործարար ես ու այդ կռվի մեջ ես, հա, այն մյուս բաները դառնում են ոչ այնքան ուշադրությունը ու կարևորությունը կորցնում են, էլի։ Ես խորհուրդ կտամ երիտասարդներին սեփական խաղ ունենալ, էլի։ Ուրիշ, այսինքն ուրիշներին երկրպագելու փոխարեն ավելի որ երկրպագել սեփական արած գործեր է ու ստեղծել սեփական աշխարհը։ Այդ ուրիշ աշխարհներով կարելի է ոգեշնչվել, կարելի է սովորել, բայց պետք է աշխատես քո սեփ։ Դու պետք է հանդիսատես չլես այս կյանքում։ Իսկ դու պետք է ստեղծող լինես, արարող լինես, այլ ոչ թե սպառող անընդհատ։ Խոստալու թեման, կարճ ասած, երբ որ դու քո խոստումը հիշում ես, պատասխանատվություն ես կրում իր համար։ Դա կարևոր, մարդուն կարևոր բնութագրող բան է։ Մեզանում հիմա շատ մանավանդ այդ բանը շատերի մոտ շեղված է, այսինքն չկա։ Նրանից չէ որ իրենք այտենց խորը փիլիսոփայորեն մոտենում, ասում են որ արարիչն է։ Հա, չէ, անպատասխանատվության լրիվ համաձայն եմ, հատկապես օրինակ ֆինանսական հարցերում։ Ես ուզում եմ դրա համար եմ քեզ պատմում, որ իմ մոտ այդ բանը թե ենթագիտակցորեն, թե գիտակցորեն մակարդակով պարտք լինելու, այսինքն եթե նույնիսկ ես խոսք եմ տվել, այդ վերացումը իմ մոտ։ Ոչ թե բարձր, հա։ Խնդիրն է որ դու ես այտենց համարում։ Ես եմ այդպես համարում, էլի։ Հա։ Չէ, այս կոնտեքստում դեռիվ համաձայն եմ ու դրա համար ավտո չքշելն էլ դրանով էր պայման։ Հա, հասկացա, բայց ո՞նց կլինի, չէ՞ որ մեկը փող ասի օրինակ չգիտեմ վաղը փոխանցումը կանեմ ու չանի ու դա գցի կյանքի արարչի վրա էլի շատերը կան այդպես էլ անում են դե մենք ուզում էինք անենք ախպեր ես այդ վերջը շատ եմ հիշում Նապոլեոնը երբ որ գրավում էր Եգիպտոսը Սիրիան Եգիպտոսը այնտեղ մի հարուստ մարդ էին բռնե ասում էին որ այսքան փրկագին պետք է տաս կամ էլ գլուխդ կկտրենք էլի այս մարդը տենց ոնց որ ֆատալիստ էր մեր եթե ինձ ճակատագրով նախանշված է որ իմ գլուխը պետք է կտրեն ապա մեկ է կտրել իսկ ինչի այդ դեպքում հրաժարվել ունեցվածքի երբ որ զեկուցում են Նապոլեոնին տվյալ տեքստը ասում են դե կտրեք դուք մնացածին դասել էլի որ մուծեր չէին կտրելու
Փաստ իրանք նպատակ չունեին կտրելու իրենց իր գլուխը իրենց համար գին չուներ։ Կարևոր չէր, բայց ինքը որոշեց, որ ոնց որ ճակատագիրը եթե որ պետք է կտրի։ Լավ, ուզում էլի վերադառնամ GG-ին, դուք GG-ում ունեք նաև շաթլի product-ը, որի մասին չխոսացինք, ի՞նչ է շաթլը ու ինչ էլի զարգացում ունի ինքը։ Իմ սիրած թեմաներից է, ինչի ես բացատրեմ։ Օրինակ շաթլը մենք առաջի անգամ իր մասին հայտարարել ենք ու ոնց ու ստեղծել ենք առաջնային 18 թվականի վերջում։ Ստացվում է արդեն 8 տարի անցել է։ Այս պայն ինքը ծավալներով շատ փոքր է մեր պատկերացումից, բայց ինքը անդադ դանդաղ աճել է, անընդհատ։ Այդ ընթացքում մենք իրեն մեկնարկել ենք Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, դու այդ ամեն ինչը տեսել ես, հա։ Այս պայն ինքը աշխատում է ոչ միայն Հայքում, մենք ունենք դեպի Թիֆլիս շաթլ։ Կապում է Երևանը Կապանի հետ, Գորիսի հետ։ Դե հիմնական ուղղությունները Գյումրի, Դիլիջան, Վանաձոր, Իջևան ու շարունակում ենք զարգացնել համբերատար, ինքը շատ մանրակրկիտ աշխատանք պահանջող ծառայություն է, տաճանագիր աշխատանք, կարճ ասած, ամեն օր տեղի ունեցող։ Ու կրկնեմ, այդտեղ համբերությունը բերել է նրան, որ մենք կայացած product ենք ստեղծել, ուղղակի շատ երկար է տևել, բայց ինքը մեր ցանկում product-ների շատ կարևոր դեր է խաղում, հարց-խնդիր է լուծում։ Ռեալ խնդիր է, որ պատկերացնեք 10-15 րոպե մեկ Դիլիջան ավտոմեքենա է գնում։ Այսինքն եթե դուք այս պայն որոշում եք, որ ուզում եք 5 րոպեից գնաք, այդ բանը կա ու շատ մատչելի գնով։ Դա չէր լինի, եթե մենք դա չանեինք, էլի։ Ու ինքը շեյրինգն է, էլի։ Այսինքն ավտոն ի սկզբանե բանի մոդելը, հա, էս։ Ну, sharing ասվածը ինքը ավելի շատ նման է կանոնավոր երթերի, 6 տեղանոց ավտոներ են։ Կիսում ես էլի այդ ավտոն մի քանի ընկերոջ հետ, էլի։ Մենք եւս մի նոր product ենք ստեղծել Shuttle-ի հիմքի վրա, որը կոչվում է GG Ara, դա BlaBlaCar-ի օրինակով է, այդտեղ բոլոր մարդիկ կարող մասնակցեն։ Դու էլ նույնպես։ Մի սկսի։ Էսա էլի մեզ գցելու ես։ Օրինակ ասեմ, այդ խցանունը մի խնդիրն է նա, որ շատ վարորդներ կան, որ մենակ են քշում այդ ավտոները։ Օրեկան առնվազն մի հոգի կարող եք բերել գործի, մի հոգի տանեք տուն, այն մարդու միշտ պասաժիր ունեմ։ Այդ դու։ Բայց շատերը չունեն ու կարող են մեզ միանալ, նախ այդ կկայանա նոր ծառայությունը մեկ, երկրորդն էլ ինքը էլի կարևոր լուծում է, որը որ մեր երկրում դեռ արմատացած չէ, այդ խոսքը շաթլը կանոնավոր է, սա անկանոն, այսինքն դու քո երթն ես դու դնում ու կարող է պետք է մենակ վաղն ես դու դա անելու, էլի, բայց պահանջված է, քանի ինչ-որ մի մարդ կարող է հենց այդ նույն ուղղությամբ գնում է։ Բայց նայ, մի բան էլ ասեմ, ինչից ես շատ եմ օգտվում, ես շատ հյուրեր եմ ունենում տարվա ընթացքում ու հաճախ այդ հյուրերի аэроպորտ գալու ժամերը ահա որ անհարմար ժամեր է լինում։ Օգտվում եմ այ ձեր այդ հյուրին դիմավորելու ծառայությունից։ Ֆանտաստիկ բան ասեմ քեզ։ Երբ որ դու մեքենա ես ընտրում, մարդը գնում է քո հյուրին դիմավորում է, ստացվեց որ դու դիմավորեցիր, բայց գիշերը, ասենք, ոչ քո քնի հաշվի։ Դե նա նախնական պատվերն է, մի քիչ ավելի թանկ է ստացվում, այնտեղ իրոք ավտոմեքենան կարող եք ընտրել, ընդհանուր մինչև պրեմիում դասի, S-class Mercedes ոչի ավտոմեքենաներ, Cybertruck եմ ընտրել, գիտես քանի։ Cybertruck-ն է կարող եք պատվիրել, այո։ Դա պահանջված ծառայություն է, էլ տես ինչքան տարբեր տեսակի ծառայությունների մասին ենք մենք խոսում, բայց ես տեսնում եմ, որ ընդհանուր տնտեսության թվայնացումը շատ փոքր տոկոս է կազմում, նույնիսկ այս վիճակով։ Լավ, օրինակ ի՞նչն է ձեզ խանգարում թանավն էլ, հա, ինքնաթիռնել նայեք։ Ոչինչ չի խանգարում, ես չէի ուզում դա հայտարարեի, բայց մոտակա ամիսներին դա ենք պլանավորում անել։ Հա, հետո ինչ որ կետից կարող արդեն ձեր չարթերներ ունենալ։ Այ ինչ ենք մենք սովորել, այդ կուզեմ ես միտնել ասեմ, թե գիտեմ ժամանակը քիչ է մնացել։ Այդ product-ների անընդհատ արտադրությունը, այդ գործարանը ստեղծելը բարդությունը նա է, որ դու կարճ ժամանակում կարողանաս այդ ծրագրային product-ները սարքես։ Դա անհնար չէ, բայց դա այդտեղ խորանալու նրբությունների մեջ մտնելու, process-ներ դնելու ու փոքր թմով այդ ապահովելու, դա ամենաբարդ գործն է, որը որ մենք շարունակ արդեն 12 տարի սովորում ենք, բայց վերջի տարիներին ավելի հմտացել ենք այդ մասով։ Ու ես զգում եմ, որ ավելի շատ ենք հմտանում ու դրա համար ուզում եմ սկսնակ գործարարներին, որ ասենք 1-2 տարվա պատմություն ունի, հաջողությունը երկար process է։ Նույնիսկ եթե արագ հաջողություն եք մի անգամ ունենում,
իրեն անընդհատ կրկնելը բարդ է, այդ պետք է սովորել ու համբերատար հմտանալ այդ գործի մեջ, է։ Դա մասնագետ սպորտաձև է, որ նույնի տարբերություն սպորտերը դու երիտասարդ տարիքում արդեն ոնց որ դուրս ես գալի խաղից, էլի, դա մինչև, չգիտեմ, 30-35 տարեկան է հիմնական։ Այս սպորտաձևը ինքը ավելի երկար է։ Բան կա, որ դու կարող ես 30-40 տարում ստեղծել։ Ու պետք է դա այտենց երկար նայես, էլի։ Այո։ Այդ խնդրին։ Համաձայն եմ։ Okay, մի հարց էլ բիզնեսից դուրս, ո՞նց ես անցկացնում քո կյանքը բիզնեսից դուրս։ Առավոտը մինչև գործի գնալը եւ երեկոյան գործից հետո։ Քո լայֆսթայլը ո՞նց է։ Ես շատ եմ քայլում, թեև սեր ունեմ տարբեր սպորտաձևերի հետ, բայց այնպես է ստացվում, որ դրա փոխարեն մենակ քայլում եմ։ Քայլը ինչով է հարմար, որ պետք չի ոչ մի պատրաստություն, ինչ որ տեղ, ուրիշ մարդիկ, այսինքն դու որոշում ես, դու անում ես, էլի։ Քանի քայլ ես քայլում օրական։ Օրինակ 3 այդքան քայլել եմ, 10 կիլոմետր քայլել եմ, դա ամենաշատը չի, բայց այդ 8-10-ը սովորական է բավականին ինձ համար։ Մի քիչ ջերմաշ որ շոկ է լինում, այդ ծանրացնում այդ խնդիրը, բայց մնացած ժամանակ շատ ջլի զբաղմունք է դա։ Դերս հանգստներից ամենաբանը, ամենաեսպայն ինձ համար արդիականը դա է։ Բայց կուզենամ քայլելն է հանգիստ։ Հա, քայլելը հանգիստ։ Տուրիստական բիզնեսով զբաղվող մեր ընկերներին կոչ եմ անում, սելզ արեք ես մարդու վրա։ Գնա, ճամփորդի, վայելի։ Այդ քայլելը ենթադրում է, որ դու, ասինքն, Իսկ քայլելով կհասնես Կիպրոսովսկի։ Նախ ասեմ այդ Կիպրոսի մասով, էլի։ Նախ ես նույնիսկ քո մասով համոզված եմ, որ դու մեր երկրի մեծ մասը չես տեղել։ Թեև կարաս ասես այդպես, ես համոզված եմ, որ այդպես։ Ես սիրում եմ ներքին տուրիզմն եմ շատ սիրում։ Բայց մեր հայրենակիցների, հələ դու սիրում ես, իսկ մեր հայրենակիցների զգալի մասը չի եղել հիմնական մյուս քաղաքներում, հասկանում ես։ Ես վստահ եմ, որ երևանցիների 90%-ը Կապանում չի եղել։ Դե հա։ Իսկ որ մի քիչ կապանցիների 90%-ը Գյումրիում չի եղել։ Ես սա ընդհանրապես ես պատմում, էլի։ Հա, խաչ, Բայց դե խնդիր եմ տեսնում։ Չէ, բայց չկա, դա շատ մեծ խնդիր կա։ Դե գիտես ինչ կա, դա քաղաքակրթական խնդիր կա։ Եթե մենք մեր Ջիջի ու տուրիստական ընկերությունների հետ մի հատ կոլաբորացիա արեք, օրինակ Կապանից շաթլ կազմակերպեք Գյումրի։ Հակառակը ձեր ձեռն է, դա արեք։ Դրանով անընդհատ փորձում ենք զբաղվել, դա կարևոր է շատ, ըստիս։ Որ խնդիրը ներքին տուրիզմ բառը չի, էլի, խնդիրը իրար ճանաչելն է։ Դե, հա, այսինքն փոխինտեգրացիան երկրի ու կապերը, որ ամեն մեկը իր գյուղը չհամարի միայնակ։ Դա ընդհանուր ազգի մի մաս է, բաղկացուցիչ մաս է, որ կապակցված պետք է լինի մնացած հետ։ Մեր մոտ գյուղի մակարդակով հայրենասիրությունը շատ տարածված է, բայց գյուղից բարձր չի գնում։ Ինչի, որովհետև այդ իրար չեն ճանաչում մարդիկ։ Սովորական բան։ Թեև հայերը բավականին շփվող։ Այս մասով շատ մեծ գործ արին քայլարշավների կազմակերպողները, մեր 15 թվին հիշում ես, մենք որ նոր էինք տրեյնինգները սկսում, բում էր քայլարշավների, շատ մեծ գործ արին մարդիկ ու հազարներով, 10,000-ներով մարդիկ գնում էին։ Դե ողջունել է։ Հա, այսինքն այս քո ասածը, այս process-ը եղել է։ Շատ պետք է շարունակել։ Համաձայն եմ։ Նենց որ հա, քայլելն ես, բայց մյուս անգամ որ հանդիպենք ուրիշ լավ բաներ լինի կպատմեմ։ Բայց հետաքրքիր։ Էս էլի քո համեստ կյանքի մի բանն է, դրա համար եմ ես քեզ հասենց մի քիչ զում։ Պետքա դե խնդիրը մենակ համեստությունը չի, որ մյուս անգամ տարիներ հետո կհերթականական։ Լավ, մյուս պատկասը 10 տարի հետո ենք նկարելու։ Հա։ Այն վաղ ավելի ես կբացեմ փակագծերը։ Հա։ Լավ։ Դե Ժորժ ջան, սենց անմիջական, շատ անկեղծ, շատ հետաքրքիր, իհարկե մենք Խաչատուրի հետ շատ ավելի մեծ թեմաների շրջանակ ունենք, որից խոսում ենք, կյանքից, բիզնեսից ու այսօր փորձեցինք ժամ 10 րոպեվա մեջ խոսալ այն ամեն ինչից, ինչից չենք խոսացել մեր 10 տարի առաջ նկարած պատկասթի ժամանակ։ Շատ շնորհակալություն հրավերի համար, հուսամ այդ 10 տարի չի տևի հաջորդ անելը։ Դե հա։ Լավ որ եմ ցանկանում հայ ազգին, լավ կացիկ, լավայինն։ Դե ավարտվեց շատ հետաքրքիր պատկաստ, գրեք ձեր հարցերը մեկնաբանություններում եւ ես եւ Խաչատուրը կպատասխանենք ձեր հարցերին, իհարկե լինելով մեր 3-րդ աթոռի զրուցակիցը, մասնակցեք մեր պատկասթին, գրեք ձեր հարցերը ու մենք անպայման դրանց կպատասխանենք։ Դե, մինչ հանդիպում։